Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, եթերում օրագրի թերթված էջեր հաղորդումն է։ Այսօր մեր հյուրն է TV Իդեալ դպրոց ստուդիայի աշակերտուհի Ռոզա Խաչատրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռոզա Խաչատրյան, քանի տարի եք հաճախում TV Իդեալ։ Արդեն 7-րդ ուսումնական տարին է հաճախում եմ, այս տարի կավարտեմ, ցավոք, եւ ինձ հետ կտանեմ բազում հուշեր ու գիտելիքներ։ Շատ լավ։ Ո՞րն եք նախընտրում լրագրող, հաղորդավար, թե երկուսը մեկում հեռուստա լրագրող։ Լավ հաղորդավարը պետք է լինի լավ լրագրող, երկուսը մեկում ավելի նախընտրելի է, եւ նաեւ ասեմ, որ հենց այդ գծով եմ գնալու հեռուստա լրագրող ու կարդարացնեմ իմ ուսուցչի սպասելիքները։ Բացի TV Իդեալ սովորելուց ինչով եք զբաղվում։ Զբաղվել եմ լողով մոտ 3 տարի, մասնակցել եմ մրցույթի, զբաղեցել եմ 3-րդ պատվավոր հորիզոնականը, սակայն դեպքեր իրադարձությունների բերումով արդեն հիմա չեմ գնում։ Ինչպիսին է Ռոզա Խաչատրյանը տեսախցիկի դիմաց եւ իրական կյանքում։ Տեսախցիկի դիմաց իհարկե ավելի հավասարակշռված, ավելի լուրջ, իսկ իրական կյանքում ավելի ազատ եմ, ավելի շփվող եմ հիմնականում ընկերներիս հետ եւ շատ ժամանակ եմ տրամադրում հիմնականում ընկերներիս։ Ձեր կյանքում եղել է այնպիսի մի դեպք, որը ողջ կյանքում չեք կարող մոռանալ։ Եղել է այդպիսի մի դեպք, հիշում եմ, երբ փոքր էի, քոլեջ էի հաճախում, առաջին հանդեսներ, դե մենք այնտեղ ռուսերներ էինք անցնում, ինձ երգ էին տվել, որ պետք է երգեի, բարձրացա բեմ, մի քանի բառեր ասելուց հետո մոռացա երգի մյուս բառերը, սկսեցի հորինել եւ ստացված երգ դարձավ։ Մեր ժամանակը արդեն ավարտվեց, ձեզ հետ Աստղիկ Հարությունյանը, կհանդիպենք ցտեսություն։ Աստղիկ, բրավո, մալադեց։